Երևանում դեռահաս տղան հոկտեմբերի 9-ին դուրս է եկել տնից ու մի քանի օր նրա գտնվելու վայրն անհայտ է եղել։ Երբ ընտանիքի որոնումներն արդյունք չեն տվել, դիմել են իրավապահներին, նաև տեղեկացրել, որ երեխան այդ ընթացքում կապ է հաստատել ծնողների հետ, ասել իրեն չսպասեն, վերադառնալ չի ցանկանում։ Նույն գիշերը ոստիկանները հայտնաբերել են երեխային։ Մայրը հաստատել ու նաև հաղորդում է տվել, որ հոր բռնությունների պատճառով է տղան փախել տնից։ Ընդ որում բռնություն կիրառվել է ոչ միայն այդ երեխայի նկատմամբ։ Հոկտեմբերի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ արդեն գտնված 12-ամյա որդու նկատմամբ իրականացվել է ֆիզիկական եւ հոգեբանական ներգործություն, մոր կողմից է ներկայացվել, մայր ծնողի կողմից է ներկայացվել վերնշված հաղորդումը, որ իր, ինչպես նաեւ իր 6 անչափահաս երեխաների նկատմամբ իրականացվել է ֆիզիկական եւ հոգեբանական ներգործություն։ Բռնությունն ու մասնավորապես ծեծն ընտանիքում պարբերական բնույթ է կրել։ 6 երեխաների հայրը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հոգեկան եւ ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Սահմանված առավելագույն պատժաչափը 2 տարի է։ Գործով իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։ Նաեւ նշանակվել է դատաբժշկական եւ այլ փորձաքննություններ։ Թե տնից հեռանալուց հետո որտեղ է գտնվել երեխան, քննչական կոմիտեում չեն մանրամասնում։ Միայն նշվում է, որ նա անվնաս է հայտնաբերվել։ Բավարար լավ վիճակում է գտնվում, հոգեբանների հետ աշխատանքներ իրականացվում, ամեն ինչ լավ է երեխայի հետ։ Մանրամասներ չեն բացահայտվում թե նախաքննության եւ թե երեխաների շահերից ելնելով։ Հետևաբար խնդրի հոգեբանական կողմն էլ խորությամբ վերլուծել հնարավոր չէ։ Ամեն դեպքում մասնագետների համար հստակ է, բռնության է հակված նա, ով ինքը մանկության տարիներին բռնության է ենթարկվել։ Բոլոր մեր խնդիրների, ներկա խնդիրների կամ հասուն մարդու խնդիրների պատճառները մենք պիտի տեսնենք մանկական տարիքում։ Ինքը ինչ տեսնում է, ինքը այդպես էլ սովորում է, թե ինչպես պիտի արձագանքի, ենթադրենք այն իրավիճակներ են, որը իր համար ստրեսացին է։ Այդպես ստեղծվում է փակ շղթա, փոքր տարիքում բռնության ենթարկվածն ինքն է դառնում բռնարար, հետո իր երեխան եւ այդպես շարունակ։ Լուծումը մենք ուղղակիորեն գնանք դեպի ընտանիք եւ ընտանիքների հետ տարբեր աշխատանք։ Հոգեբան Արմեն Բեջանյանն ընդգծում է տեղեկատվական միջոցներով բռնության մասին նյութեր շատ են տարածվում, քրեական մշակույթ է քարոզվում, իսկ դրա բացասական ազդեցությունը մեծ է։ Նման բովանդակությունս նրա էապես գերազանցում է դաստիարակչականն ու դրականը։ Բոլոր խնդիրների հիմքում դրանք մեր մտածողությունն է։ Այսինքն մտածողությունը փոխելով կփոխվի ամբողջ երևույթն ու իրավիճակը։ Եվ դրա համար այդ մտածելակերպը, մեր աշխարհայացքը եւ այստեղ ցավոք ես չեմ տեսնում այն գաղափարախոսությունը, որ պիտի լինի կոնկրետ ուղղություն, գաղափարախոսություն, թե մենք ուր ենք գնում, որ մշակույթին ենք հարում։ Շեշտում է ցանկացած խնդիր կարող է դառնալ խթան ինչպես հետընթացի, այնպես էլ զարգացման համար։ Ճիշտ ու համակարգված աշխատանքի դեպքում բռնության ենթարկված ու բռնության հակված մարդը կարող է փոխել կյանքի ոճն ու մեծ նվաճումներ ունենալ։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։